Այս տարի, ընդամենը 2 ամսից, ինչպես գիտենք, նորից ընտրություններ են լինելու, եւ մենք, որպես հայ ազգայնական քաղաքական շարժում, պարտավոր ենք մեր կարծիքը ասելու մեր երկրում ընթացող այս գործընթացի մասին։ Շատերը ինձ հետևելով երևի արդեն գիտեն, թե ես ինչ կարծիք ունեմ այս ամենի վերաբերյալ, բայց ամեն դեպքում ստիպված եմ պաշտոնապես նորից կրկնելու այս ամբիոնից, որպեսզի հանկարծ ոչ մի թույլ իմացություն չլինի։ Ոմանց այս ընտրաշավները գուցե հույս ներշնչեն, բայց մեծամասնության համար կարծում եմ արդեն անտանելի են դարձել, որովհետև կարծես նույն դեպքերն են անընդհատ կրկնվում։ 2020 թվականի դավադիր պատերազմից, 2021 թվականի խայտառակ ընտրություններից եւ հատկապես 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո շատերը պարզապես զզվել են բոլորից եւ մեր իրավիճակը անհույս են համարում, որի արդյունքում սուզվել են խորը անտարբերության մեջ եւ ապրում են ջայլամի պես։ Սակայն մենք միանշանակ ասում ենք, որ մեր իրավիճակը անհույս չէ, քանի որ չկան անհույս իրավիճակներ, կան միայն անհույս մարդիկ։ Ուղղակի պետք է մաթեմատիկոսի պես պարզ հասկանանք խնդիրը, որովհետև միայն խնդիրը լավ հասկանալով մենք կկարողանանք այդ խնդրի համար լուծում գտնել եւ մեր հայրենակիցների մեջ մեր ապագայի հանդեպ հույսը նորից արթնացնել։ Կարող ենք պարզ ու կտրուկ ասել, որ հիմա այն ժամանակներն են, երբ ամեն տեսակի պատեհապաշտ ու անսկզբունքային քաղաքական մարմնավաճառ խավարասերի պես դուրս է գալիս քարի տակից, մասնակցելու գալիք կրկեսային ու խայտառակ ընտրություններին, ազգային ժողովում աթոռներ զբաղեցնելու նպատակով։ Այս բազմազան, բայց իրարից ոչ մի կերպ չտարբերվող քաղաքական խմբավորումները կարողանում են հանգիստ կուսակցություններ ստեղծել, կենտրոնում համաժողովներ ու հավաքներ կազմակերպել, մեդիայի կողմից լուսաբանվել եւ մասնակցել ընտրություններին առանց որևէ դիմադրության, որը արդեն իսկ կասկածելի է։ Այս փաստը իմանալով հերիք է գալ այն եզրահանգմանը, որ բնականաբար ընտրություններին հանգիստ մասնակցողների ճնշող մեծամասնությունը այսպես կոչված դաբրոն են ստացել հիմնականում Կրեմլից, քանի որ հետսովետական Հայաստանում Ռուսաստանի վերահսկողության տակ է մեր ամբողջ քաղաքական համակարգը, այդ թվում իհարկե նաև այս կեղծ ընտրությունները։ Սա կարծում եմ բոլոր գիտակից հայերի համար այլևս գաղտնիք չէ եւ միամտություն կլինի այլ բան կարծելը։ Բոլոր ընտրություններում հենց այսպես կոչված երրորդ հանրապետության սկզբից նախկին ու ներկա դավաճաներից կազմված այս նեոբոլշևիկյան քաղաքական համակարգը ամեն անգամ վերարտադրվել է եւ այս տարի էլ ոչինչ չի փոխվելու։ Նեոբոլշևիկյան համակարգը անընդհատ օգտագործում է նույն դախացած դեմքերին, բայց հաճախ որպես դիմակներ նաև օգտագործում է իր տարբեր խամաճիկներին, իր իրական դեմքը թաքցնելու համար, որպեսզի կարողանա ժողովրդին ավելի լավ խաբել ու մոլորեցնել։ Այն ունի նաև իր տարբեր արբանյակները, որոնք պատտվում են այս համակարգի գլխավոր տնօրինողների շուրջ, ինչպես էլեկտրոնները ատոմի միջուկի շուրջ։ Իրականում մեկը մյուսից ծոցը մտած են եւ իրար դեմ պայքարում են մակերեսային եւ ոչ էական հարցերի շուրջ, իսկ կարևոր ու առանցքային հարցերում միշտ համաձայն են։ Շատերը կասեն խելամիտ ու ողջամիտ բաներ, բայց հենց այդ է պատճառը, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե նրան, թե ինչ են ասում, այլ թե ինչ չեն ասում եւ ինչի մասին են լռում։ Դա անելով մենք ավելի լավ պատկերացում կարող ենք կազմել ցանկացած քաղաքական գործի մասին։ Ամեն դեպքում մի հետաքրքիր բան կարող ենք նկատել, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը սովորաբար մասնակցում է այս խեղկատակ ընտրություններին ոչ թե այն պատճառով, որ իսկապես համակրում է այս կամ այն թեկնածուին կամ համաձայն է նրա բարբաջանքի հետ, այլ նրա համար, որ նրա հակառակորդը հանկարծ չընտրվի։ Նրանց ասածով նրանք աջակցում են չարյաց փոքրագույնին, ինչը իրենց պատկերացմամբ խելամիտ ու պրագմատիկ մոտեցում է, առանց հասկանալու, որ դա իրականում այս հրեշավոր համակարգի ստեղծած ծուղակն է, որի մեջ մեր հայրենակիցները ընկնում են ամեն 5 տարին մեկ։ Նախկինում նշել եմ, որ այս չարյաց փոքրագույնները իրականում ավելի մեծ վտանգ են ներկայացնում ազգի համար, քանի որ շեղում ու մոլորեցնում են ազգի համեմատաբար ավելի խելացի ու հայրենասեր հատվածին։ Այս երևույթը մենք կարող ենք տեսնել բոլոր ժողովրդավարական բռնապետություններում։ Նման նենգ մանիպուլյացիայով եւ ժողովրդին անընդհատ շանտաժի ենթարկելով է, որ այս հայրենադավ նեոբոլշևիկյան համակարգը վերջին 35 տարիների ընթացքում անընդհատ կարողանում է վերարտադրվել։ Այդ պատճառով էլ մարդիկ ում էլ որ ընտրում են ոչինչ չի փոխվում, որովհետեւ բոլոր ազգադավ թեկնածուները բուծված են նույն ապազգային համակարգից։ Այս համակարգից մեկին ընտրել ու ակնկալել, որ նա ազգանվեր հայրենասեր կլինի, նման է գիշերային ակումբից պարոյի ընտրելուն եւ ակնկալելուն, որ նա կույս կլինի։
Դրա համար էլ հաճախ քաղաքացիներից լսում ենք, որ ոչ ոքի չեն վստահում ու աջակցում, որովհետև բոլորը նույնն են, նույնիսկ եթե լավ չեն հասկանում, թե ինչու են բոլորը նույնը։ Ենթագիտակցորեն նրանք զգում են, որ այս համակարգը լիովին կոռումպացված է, տեսնում են, որ նրանք պարզապես հիդրայի տարբեր գլուխներն են։ Սա նշան է, որ նեոբոլշևիկյան համակարգը գնալով սպառվում է, քանի որ կրճատվում է կեղծ ընտրություններին մասնակցողների քանակը հատկապես երիտասարդների շրջանում։ Այնքան սպառված ու ներսից փտած է համակարգը, որ գալիք փոթորիկի քամու մեկ հարվածից այն թղթե տնակի պես փլուզվելու է եւ այլևս չի կարողանալու վերարտադրվել ու խաբել մեր ժողովրդին։ Հայ ազգը վաղ թե ուշ ազատվելու է այս չարիքից։ Մեր հայրենակիցների մեծ մասը փորձում է անտեսել այս համակարգը, չզբաղվելով քաղաքականությամբ եւ ապրելով իր առօրյա հոգսերով։ Բայց գալու է ժամանակը, երբ բոլորը ստիպված են լինելու զբաղվել քաղաքականությամբ եւ առերեսվել իրականությանը։ Այս ժամանակը հնարավորության պատուհան ու ճանապարհ կբացվի իրական հայրենասեր քաղաքական գործիչների համար, ովքեր առաջնորդվում են ոչ թե փողով, ստերով ու աթոռներ զբաղեցնելու նպատակով, այլ ճշմարիտ ու ազգային գաղափարներով, անկոտրում կամքով ու փառավոր տեսլականով։ Առհասարակ, այսպես կոչված ժողովրդավարությունը կամ ժողովրդավարական բռնապետությունը կոռումպացված ու ձախողած համակարգ է, հատկապես այս ժամանակակից դարում, որտեղ մեդիա բարոն օլիգարխներն են իրենց կամքը թելադրում քաղաքական դաշտին։ Եվ Հայաստանում էլ, ինչպես արդեն նշեցի, վաղուց պետք է պարզ լիներ բոլոր արժանապատիվ հայերին, որ այդ մեդիա բարոն օլիգարխների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ենթարկվում են Կրեմլին, եւ նրանց վարած քաղաքականությունը պետք է համապատասխանի Ռուսաստանի վարած քաղաքականությանը։ Հետևաբար ամեն ինչ անում են, որ մեզ նման համակարգից ամբողջությամբ դուրս անկախ ազգայնական շարժումը քաղաքական դաշտում երբեք չերևա, որպես այսպես նեոբոլշևիկյան համակարգի իրական այլընտրանք։ Կապ չունի, թե թվականակով եւ գումարով որքան մեծ կլինեն Հայաստանի գլխավոր քաղաքական կուսակցությունները եւ որքան արբանյակներ կունենան, քանի որ նրանք ընդամենը ուռած փուչիկներ են, որոնք պարզապես պայթելու են մեկ ասեղի հպումից։ Որքան էլ այդ կուսակցությունները ձևականորեն խոսեն հայկական ու ազգային գաղափարների մասին, միևնույնն է, այս համակարգի արտադրած բոլոր քաղաքական գործիչների կնքահայրերը եղել են եւ մնում են նույն հակահայ կերպարները։ Նրանց սրտի մեջ եւ հոգու խորքում Մարքսի, Լենինի, Քեմալի եւ Ստալինի օրինակներն են եւ ոչ թե Արամ Մանուկյանի, Նժդեհի, Տրաստամատ Կանայանի եւ Անդրանիկի օրինակները։ Այդ է պատճառը, որ նրանք միայն անունով են հայ, բայց քաղաքականապես ռուս կամ թուրք։ Նրանք կրում են ապազգային աշխահայացք, քանի որ աշխարհը դիտարկում են աղավաղված ոսպնյակներով։ Նման մարդիկ երբեք չեն կարող հայազգի համար պայքարել կամ նրա շահերը պաշտպանել։ Նույնիսկ եթե իրենց կյանքը կախված լինի դրանից, որովհետև նման բանը նրանց էությանը պարզապես չի համապատասխանում։ Հետևաբար, կարող են գալ այն եզրահանգմանը, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները գիտակցաբար կամ անգիտակցաբար հայրենիքի դավաճան են, քանի որ այս նեոբոլշևիկյան համակարգի մասն են կազմում։ Բոլորը հայ ազգի շահերը ծախել են օտար թշնամական ուժերին։ Այդպես է, որովհետև անհնար է Կրեմլի կողմից վերահսկվող այս համակարգի մաս կազմել առանց ծառայելու հակահայկական ուժերին։ Սա ցավոք օբյեկտիվ իրականություն է։ Իզուր չենք ասում, որ ամբողջ համակարգը մինչև հիմքը նեխած է եւ անհնար է այս համակարգից որևէ դրական բան սպասել։ Բացի հայ ազգին դավաճանելուց ու հայրենիքի մեջքին հարվածելուց, այս նեոբոլշևիկյան համակարգի մաս կազմող որևէ կուսակցություն այլ բան անել չի կարող։ Այս շինծու ընտրությունների միակ դրական կողմն այն է, որ ավելի պարզ է դառնում այս դավաճանությունը եւ ավելի հեշտ է լինում տեսնել, թե որ դեմքն է թաքնված տարբեր դիմակների հետևում։ Երբ մոտենում են այս կեղծ ընտրությունները, մարդիկ նորից սկսում են հավատալ, որ այս կամ այն թեկնածուն այդքան վատը չէ։ Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դեմ են եղել բոլորին, նորից սկսում են հույս կապել այս համակարգի հետ։ Սա իրականում հուսահատության եւ ինքնախաբեությամբ զբաղվելու նշան է։ Մարդիկ չեն ուզում զգալ, որ անզոր են, եւ այս կեղծ ընտրությունները նրանց համար ստեղծում են այն պատրանքը, թե իբր կարող են նույն համակարգից տարբեր դավաճաններին ընտրելով ինչ-որ էական բան փոխել։ Բայց երբ ընտրությունները անցնեն ու այդ պատրանքը վերանա, մարդիկ նորից հիասթափվելու են եւ հիշելու են մեզ նման ազգայնականներին, ովքեր առանց շեղվելու ասել են պարշշմարտությունը։ Շատերը խոսում են փոփոխությունից, բայց իրականում վախենում են դրանից, հատկապես տարեցները։ Այդ է պատճառը, որ իրական փոփոխությունը կարող է առաջանալ միմիայն նոր սերնդի ազգային երիտասարդությունից։
Մեծ իշխանափոխությունը կամ բարեփոխումները բացարձակ չեն կարող փրկել, ինչպես վերանորոգումը չի կարող փրկել ներսից նեխած տունը։ Պետք է դադարել ինքնախաբեությամբ զբաղվել եւ վախը հաղթահարելով ընդունել այս դառը իրականությունը։ Մեր հայրենակիցները պետք է խորապես գիտակցեն հետեւյալ պարզ ճշմարտությունը։ Ավելի հեշտ է ուխտը ասեղի ծակով անցնի, քան արդար ու ազնիվ մարդ հայտնվի այս համակարգում։ Հետևաբար միայն այս համակարգից ամբողջությամբ դուրս եւ այս համակարգին ամբողջությամբ հակադրված նվիրյալ ազգայնական քաղաքական ուժը կարող է ազգային հեղափոխություն անել եւ արդարություն հաստատել մեր երկրում, Հայաստանը ազատելով բոլոր գործակալներից ու ձրիակեր դավաճաններից։ Այս ամենը հաշվի առնելով հոսանքը այս իրավիճակում ընտրություններին մասնակցելը սխալ է համարում, քանի որ ինչպես արդեն ասվեց, ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ վերահսկվում է օտար ուժերի կողմից։ Բացի դրանից մենք չենք ուզում թափթախվել այս աղտոտված ճահիճի մեջ եւ մեր հեղինակությունը վարկաբեկել ու բիստ դնել մեր անվան վրա, հանուն մի քանի աթոռներ զբաղեցնելու կամ մի քիչ ավելի հայտնի դառնալու։ Սակայն երբ գա մեծ ճգնաժամը եւ ինքնակործանման գնա այս նեոբոլշևիկյան ամբողջ դավաճանական համակարգը, մեր հայրենակիցները կտենչան կամքով հզոր ու մաքուր ուժի կարգ ու կանոն հաստատելու համար։ Այդ ծայրահեղ պայմաններում մենք նոր կմտածենք ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ մենք իշխանության հասնելու համար պատրաստ ենք օգտագործել բոլոր օրինական միջոցները։ Սակայն լինում են մարդիկ, ովքեր ինձ ասում են, որ մեր ոճը եւ գաղափարները տարբերվում են, ինչը լավ է, բայց նաեւ լուրջ չեն։ Սակայն ես այդ մարդկանց միշտ հարցրել եմ, թե իրենց պատկերացմամբ ո՞րն է լուրջը կամ լուրջ լինելը ինչ է նշանակում։ Երևի նկատի ունեն, որ մեր ոճը, գաղափարներն ու մոտեցումը շատ ռոմանտիկ, անիրատեսական կամ ծայրահեղական են։ Քանի որ ես հաճախ խոսում եմ վճռական պայքարի միջով անցնելու, ոսոխին ջախջախելու, հաղթանակը նորից մերը դարձնելու, փառահեղ ապագա կերտելու եւ նման այլ բաների մասին, եւ հաճախ քարոզում եմ այդ գաղափարները։ Ամեն դեպքում ոչ մեկը չի կարողանում պատասխանել իմ հարցին, թե լուրջը կամ իրատեսականը ո՞րն է կամ ովքեր են։ Լուրջը ու իրատեսականը նա է, ով հավատում է այս խաղաղության կեղծ օրակարգին եւ այն մտքին, թե մենք խաղաղություն մուրալով եւ պարտվական հայացքներ ունենալով կարող ենք բարգավաճ ու անվտանգ երկիր կառուցել։ Թե նա է լուրջ ու իրատեսականով կեղծ խոստումներ է տալիս, հաճախ ստում է ու ամեն տարի զիջումների գնալով պատեհապաշտորեն կուսակցություններ փոխում եւ դավաճանում իր սկզբունքներին հանուն պաշտոնի։ Այսպիսի լուրջ ու իրատես մարդիկ են մեր հայրենիքին պետք։ Սրանք են, ովքեր կարող են ազգային հեղափոխություն անել եւ ազգային պետություն կերտել։ Մենք տեսանք, թե սրանց նման խեղճ կատակների լրջությունը եւ իրատեսությունը այդ վերջի 35 տարում մեզ ինչ նսեմացված ու խայտարակ վիճակի են հասցրել։ Տասնամյակներ շարունակ մեր հայրենակիցները ցավոք սրտի այսպիսի սրիկաներին են ամեն անգամ տեսել քաղաքական դաշտում եւ ենթագիտակցորեն նման մարդկանց են ասոցացնում լրջության ու իրատես լինելու հետ։ Աշտներին դա է սովոր։ Սակայն երբ տեսնում են սկզբունքային անկախ ճշմարտախոս եւ իսկապես նվիրված ազգայնական քաղաքական փոքրաթիվ խմբավորում, չեն հասկանում, որովհետեւ սովոր չեն նման բան տեսնելու։ Եվ այնինչ մարդիկ միանգամից չեն հասկանում, նաեւ չեն վստահում եւ կպիտակավորեն որպես անլուրջ, անիրատես, ծայրահեղական եւ նման այլ անհիմն պիտակներով։ Սա իրականում նորմալ է։ Պատմության մեջ բոլոր հեղափոխական շարժումները համեմատաբար կայուն ժամանակներում հենց այսպիսին են համարվել հանրության կողմից։ Դրանք հասկանալի են դարձել միայն այն ժամանակ, երբ ճգնաժամը մոտեցել է։ Եվ մենք որպես հեռատես ազգային հեղափոխականներ ժամանակից առաջ ենք եւ գործում ենք այլ հաճախականության վրա։ Այդ է պատճառը, որ շատերը մեզ այս պահին չեն հասկանում, բայց երբ ժամանակները փոխվեն ու ճակատագիրը մեզ կանչի, շատերը կհամախմբեն մեր հավերժության դրոշի ներքո, որովհետեւ մենք մեր ազնվությամբ ու անհողդոտ պայքարով կվաստակենք մեր հայրենակիցների վստահությունը։ Մեր հայացքը չենք սևեռում գալիք կեղծ ժողովրդին մոլորեցնող եւ հիասթափեցնող ընտրությունների վրա, այլ հաղթանակի եւ հավերժության վրա։ Թող ուրիշները պատրաստվեն կրկեսի համար, մենք կշարունակենք պատրաստվել գալիք փոթորիկին, որն անխուսափելի է։ Մենք ամեն տեսակի փորձուցատակ ենք դրվելու եւ պետք է պատրաստ լինենք այդ ամենի միջով անցնելու ու բոլոր մարտահրավերները հաղթահարելու հանուն մեր ազգի միասնության եւ ապագա ազգային վերածննդի։ Մենք սովորական քաղաքական գործիչներ չենք, մենք նաև հեղափոխականներ ենք եւ պետք է գործենք որպես այդպիսին, հավատարիմ մնալով մեր գաղափարներին, արժեքներին, նպատակներին, տեսլականին ու առաքելությանը։ Մեզ համար բոլոր օրինական միջոցները հենց դա են, միջոցներ իրական հայ ազգային պետություն հաստատելու համար։ Միայն այս ճանապարհային քարտեզով հնարավոր կլինի ապագայում կերտել Նժդե երազած ցեղակրոն Հայաստանը։
Նախկինում ասել ենք ու ամեն անգամ կրկնելու ենք, մինչև արմատավորվի ամեն արժանապատիվ հայի մտքում։ Հայ ազգային հեղափոխությունը մեր միակ լուծումը։